Ողջույն գյուղասերներ ջան, հուսամ լավ եք։ Օրը շաբաթ է, հով եղանակ ու այսօր մի փոքր էլի աշխատանքներ եմ տարել բանջարանոցում։ Սրանք մի քանի օր առաջվա տնկած պամիդորներն են, որոնք արդեն բռնել են։ Եվ այսօր եւս երկու առու նորից պամիդոր եմ դրել։ Իրանք տեսեք այս պահին ինչ վիճակում են, 1-2 ժամ առաջ եմ դրել ու իրենք այսպես կանգնած։ Սրանք տարբեր սորտեր են, որոնք գնել էի ինտերնետից, այստեղ կա նաև սև պամիդորներ, կա նաև խոշոր ու մանր մարինաթի պամիդորներ, չգիտեմ անցած տարի անձրևային եղավ ու ամբողջ պամիդորի թփերը, սածիլները, որոնք ահագին բարձրացել ու իրան վրա պտուղներ կար, փչացել էին, իսկ այս տարի փորձում ենք այնպես անենք, որ չփչանան։ Տեսեք կան այստեղ դեղին տերևներ, որոնք սովորական են, դա սածիլը դնելուց հետո այդպես լինում է։ Իսկ մնացածը սրսկել եմ, որպեսզի անձրևներին եղանակը այս տարի էլի անձրևային է, չհիվանդանա, տեսնենք կարողանանք այս տարի գոնե պամիդորի բերք ունենանք։ Ցածիլներից դեռ մնացել են, բայց սրանք իհարկե վստահ չեն, որ սածիլ արածները բոլորը կբռնեն ու սրանք պահում եմ հիմնականում պահեստային, որպեսզի կտրածը դնեմ ու նաև քաղցր ու բիբարներից է մնացել ու այստեղ ունենք նաև չիլի պղպեղ մի քանի հատ, սրանք էլ անպայման պետք է դնենք, որովհետև մենք կոնկրետ ես սիրում եմ թթվի ու մարինատների մեջ որ լինում է, ինքը շատ կծու ու հաճելի մարինատ է լինում։ Սա էլ է սա էլի ինչ որտեղ կազատ ենք կդնենք, որովհետև այս պահին դեռևս տենց հարմար տեղ չունեմ նախատեսած։ Աստիճանաբար արդեն կորոշենք, այստեղ էլ դեռ մի քանի հատ էլ այստեղ ամանների մեջ կա, այս փոքրերը կթողենք կմեծանա, տեղ կգտնենք հաստատ։ Ու սա են սածիլներն են, որոնք ստացել ենք որպես սահմանամերձ գյուղի բնակիչներ, այսպես սահմանի մեջ դրել եմ։ Մեջերից հաստերը հանում եմ, կտրածի տեղը դնում եմ, իսկ սա բիբարներն են։ Քեզ վիճակում են այս պահին, բայց երբ տեղափոխում ենք հող, արդեն իրանք սկսում են լավ աճել։ Դրած սածիլներից ոչ բոլորն են, որ բռնում են, իհարկե ոչ թե չեն բռնում, այլ ինչպես միշտ բոյ-բոյն է կտրում, տեսեք հիմա։ Ահա, դրած սածիլ ինքը բռնած է եղել, բայց բոյ-բոյը կտրում է։ Չգիտեմ պայքարի ինչ տարբերակներ կարող եմ անել, սա էլ տեսեք հաստ սածիլա, որը կտրում է։ Մի 3 հատ էլ էս կողմի վրա կար, որոնք հանել եմ, այ տեսեք, այ մի հատն էլ ենտեղ։ Այսօր նաև դրանք կլրացնեմ։ 2 օր առաջ նաև վարունգն ենք ցանել, 3 հատ երկար առուներ են, տեսեք, այսինքն երկար, ճիշտ ասած ամանների մեջ էլ ունեմ արդեն դուրս եկած, ծլած, բայց որոշեցինք նաև այսպես տնենք, որ հնարավոր է ոչ բոլոր սերմերը դուրս գան, որովհետև բոյ-բոյները նաև սերմերն են ուտում։ Հիմա պետք է իրանց այսպես խոնավ պահենք, որպեսզի շուտ ծլեն ու դուրս գան։ 10 օր առաջ ենք այս բրոկոլին ու ծաղկակաղամբը դրել, սրանցից մեկը բրոկոլի է, այս մեկը երևի ծաղկակաղամբ կամ հակառակը, չգիտեմ։ Երեք փխրեցրել եմ, մնում է մի փոքր պարարտանյութ տանք ու նաև ջրենք, որովհետև հողը տեսնում ենք արդեն չորացել է։ Մի քանի օր անձրև չի եկել, բայց հողը շատ չոր է։ Դրա համար նաև ջրել է պետք իրանց ու պարարտացնել, պարարտանյութ պետք է տանք, որպեսզի լավ աճեն, բայց տեսեք մի քանի օրվա դրված թփեր են ու տեսեք ինչ ձևի են արդեն հաստացել։ Վերևի առում մի փոքր այն չի, բայց սրանք տեսեք
Կաղամն էպես է շուտ աճում, ինքը շուտ բռնող ու շուտ աճող, այդ տեսեք ինչպես է հաստացել։ Պարարտանյութ էլ որ ստանա, արդեն լավ կաճի։ Ուսամ վաղահաս բրոկոլի ու ծաղկակաղամ կլինի, որովհետև այստեղ անցած տարվա փորձով տեսակ, որ երբ երկար է մնում, այսինքն ուշը հասնում, ինքը թրթուրներն ուտում են, իսկ թրթուրների դեմ ոչ նորմալ ու արագ դեղամիջոցի ձև չգիտեմ, այդպես էլ պայքարելու ձևը չիմացա, դրա համար մի քանի տարի այդպես անում եմ ու ցանում եմ ու նորմալ բերք չենք ստանում, այս տարի ճիշտ ասած որոշել էի ընդհանրապես կաղամ չդնել, բայց երբ տեսա սածիրները, այդպես չկարողացա անտարբեր անցնել իր մոտով։ Սրանք էլի նույն պամիդոր սածիրներից են, որոնք ստացել ենք ու ինքը շատ բարակ է եղել, հիմա ուզում եմ ցույց տամ ոնց է հաստացել։ Նայեք։ Այս հենց հաստանում է, ասես դրել եմ ամանի մեջ, այս ամանի մեջ դնելը ինչով է լավ, որ ամանը ինքը թիթեղյա է ու արևից ինքը տաքանում է, արմատները տաքանում են ու բույսը սկսում է լավ աճել։ Արմատների տաքությունը ևս շատ կարևոր է բույսի նորմալ աճի համար, այսպես դնում եմ, հաստանում եմ, ճիշտ է հիմա պամիդորի տեղ, այսքան պամիդորի տեղ չունեմ, բայց այսպեսի սովորություն ունեմ, այս արանքներում ինչ տեղ է ազատվում, մի հատ դնում եմ, այդպես իրարից հեռու եւ օրինակ կարտոշկի առուների արանքում եւ սոխի առուների արանքում ծերերին դնում եմ ու դրանք ավելի լավ են բերք տալիս, քան իրար մոտ առվով դրած սածիրները։ Չգիտեմ սրանք ինչ սորտ են, ամեն տարի բերում եմ, բայց տենց էլ չեմ հասկանում ինչ սորտեր են, բայց լավ սենց խտացել են։ Մնում է արանքից արդեն հանենք ու սկսենք սածիր դնելը, որովհետև ինքը երկար էստեղ մնալուց էլ աճը կկանգնի, որովհետև բույսը ամանի հողի սնունդը վերցնում է ու վերցնունդ չի լինում աճելու համար։ Մի քանի օր առաջ ենք միասին քախան արել սոխը ու փխրեցրել ու արդյունքը տեսեք, արդեն բավականին խոշորացել են, թեև մեջները կա նաև որ շատ մանր է մնացել, սրանք արդեն պետք է նորից փխրեցնել թեթևակի ու արդեն ջրել։ Ու մեկ էլ շատ կարևոր է այս սոխի համար, այս միջուկները տեսնում եք, այս միջուկները կտրել, ես իհարկե մկրատով եմ սիրում կտրել, որպեսզի բույսի արմատները քաշելուց չփոկվեն, ինքը դեռ արմատները լավ չի զարգացած ու երբ sense քաշել հանելով ենք հանում, արմատներից կարող է սոխը փոկվի, դրա համար մկրատով կտրում ենք, որպեսզի բույսը ուժը տա արդեն սոխուկի վրա ու աճի։ Բայց արդեն բավականին լավ աճել են։ Այս վիճակում են իրանք։ Հիմա մի բան եմ ուզում ցույց տամ, նաև բանը բազուկ էի առել սերմը տուփով ու այդ բազուկը ինքը տուփի վրա երկար բազուկներ է նկարած։ Որոշել էի դա այդպես հեռու դնել, որպեսզի ինքը լավ բան տա, բազուկի արմատը մեծանա ու իրան օգտագործենք հենց արմատը ու մեկ-մեկ էի դրել, ես թակ դրել էի, բայց տեսեք մի հատ սերմից դուրս է եկել 2, նույնիսկ այստեղ 3-ը կա, տեսնում եք։ Ու ինձ համար բացահայտում էր, որովհետև ես միշտ գիտեի, որ մի սերմից մի հատ է դուրս գալիս, բայց փաստորեն այդպես չի։ Հիմա պետքա քաղան անենք սրանք, էլի ջրենք, որպեսզի նորմալ աճեն։ Տեղ կա նաև որ դուրս չի եկել, բայց վստահ եմ դա մրջուններն են տարել սերմերը։ Մնացածը կարծես թե նորմալ դուրս է եկել։ Սա նորից պետքա քաղան անենք ու ջրենք, որպեսզի բարձրանա։ Փաստորեն մի սերմից 2 հատ դուրս է գալիս, տեսեք մի հատ էլ կա, բայց հիմնականում 2։ Մեկ այդպես դրել էի, որպեսզի արմատները մեծ լինի։
Սխտորն էլ երեք չի անցած օրն եմ նորից քաղանարել, բայց էլի մոլախոտը կա, տեսեք։ Բայց արդեն այս վիճակում իրան փխրեցնել պետք չի, այլ հենց հակ երեսորեն թեթև հողը շարժում են, որպեսզի ներսի ծիլերներ որ չնչանան, որովհետև արդեն այս ընթացքում իր արմատները դեպի կողք են արդեն աճում, բույսի արմատները, տեսեք, դեպի կողք աճում են ու երբ խորը փխրեցում անենք, արդեն արմատները կվնասենք։ Այս շրջանում ուղղակի պետք է մոլախոտերը հեռացնել ու նաև արդեն միջուկն է դուրս գալիս։ Այ տեսեք։ Միջուկը արդեն կա սխտորի։ Իրան քաղալ ենք հանելու, երևի մի 5-6 օր հետո արդեն միջուկները հանելու ժամանակն է։ Միջուկն էլ հանենք ու կարծես թե սխտորի համար էլ ոչ մի բան չի մնում անելու, որովհետև արդեն ինքը սկսելու է սոխուկը մեծացնել, հասունանալ ու արդեն 1 ամսից համարյա սխտորի հավաքելու ժամանակն է լինելու, բերքահավաքի ժամանակն է լինելու։ Բայց այս տարի մի տեսակ շատ լավ է սխտորի վիճակը, տեսեք, բավականին բարձրացել է։ Ժողովուրդ ջան, հիմա ցույց եմ տալիս մեր ծիծեռնակներին, իրանք այս տարի 2 զույգ են, մեկ այստեղ լարի վրա, տեսեք, մի լարի վրա ընդամենը իրենք ոնց են իրենց տունը կառուցում։ Եվի աշխարհում չկա ավելի մարդամոտ վայրի թռչուն, քան այս թռչուններն են, մենք պատը իհարկե շատ ցածր է ու այստեղով անցուդարձը շատ է, մենք գնում գալիս ենք, բայց իրանք մեզնից չեն վախենում, որովհետև գիտեմ մենք իրենց չենք վնասի։ Հիմա ոնց որ թե արդեն այս մեկը թուղս է նստել, իսկ մյուսը արդեն երկար ժամանակ է նստած է։ Հիմա տեսեք, հոսանքի լարի վրա այսպես իրանք իրանց տունն են սարքել։ Մեր քթի տակ։